Նորոգի դու մեզ գոհությամբ լցրում ես լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ Նորոգի դու մեզ գոհությամբ լցրում ես թող գա աղոթքի հոգի մեզ վրա Այս թող աղոթքի հոգին գա Քո փառքը Տեր Թող քո զորությունը դիշնի մեզ վրա Տեր Շնորհակալ ենք քեզ Հիսուս Շնորհակալ ենք Տեր Փառք քեզ Հիսուս Կանգնեցրում էր մեջ Քո ծառաներին ասպարես դու Քեզ օրնողներին նոր երգերը դուր Թող քո որդիներն ետառնան ու դու գա Նորոգիր մեզ Տեր Նորոգիր դու մեզ Գոհությամբ լցրում ես Լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ Նորոգիր դու մեզ Գոհությամբ լցրում ես Թող գա աղոթքի հոգի մեզ վրա Հավիտյան քեզ մոտ միայն կասեն և օրհնություն Քեզ մոտ միայն կա ուրախություն Քո ծառաներին ասպարես դու Քեզ օրհնողներին նոր երգեր տուր Թող քո որդիները ետառնան ու դու գա Նորոգիր մեզ Տեր և լցրու քո անսահման սիրով Ամեն Նորոգիր դու մեզ գոհությամբ լցրում ես լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ Նորոգիր մեզ Գոհությամբ լցրում ես Թող գա աղոթքի հոգի մեզ վրա Թող գա աղոթքի հոգի մեզ վրա Ամեն, ամեն, փառք Հիսուսին Փառք մեր Աստծուն Եկեք կարճ աղոթք անենք սիրելի եկեղեցի Հայր Գոհանում ենք քեզնից Տեր Աստված, որ դու քեզ Տեր Աստված մեզ համար խաչվեցիր, դու քեզ Տեր Աստված իջացրեցիր մեզ համար, դու ծեծվեցիր մեզ համար, Տեր Աստված վերքեր ստացար մեզ համար, որ մենք բժշկված լինենք, որ մենք ազատ ապրենք, Տեր, շնորհակալ ենք, Տեր, կարիք ունենք ամեն օր, ամեն վայրկյան քո ազատագրության եւ քո բժշկության Տեր, որովհետեւ առանց քեզ Տեր ամեն բան սուտ է Տեր Աստված։ Եթե քեզ չունենք, ոչինչ չունենք, եթե քեզ ունենք, ամեն բան ունենք։ Շնորհակալ ենք մեր արքա, հետագա ժամերն էլ հանձնում ենք քո սուրբ զորավոր ձեռքերի մեջ եւ ասում ենք փառքը Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Փառք Տիրոջը սիրելի եկեղեցի։ Գիտեք, կարաս շրջվես խոքինիդ եւ ասես դու հաղթող ես։ Որովհետև քանի որ դու հասել ես այստեղ, դու հաղթող ես։ Փառք մեր Աստծուն, ծափարիր նրան, նա արժանի է։ Հալելույա։ Փառք, կարող եք սիրելի եկեղեցի Տիրոջ ներկայության մեջ նստեք։ Հալելույա, մեր Տերը արժան է։ Սիրելի փառաբանության խումբ, Տերը օրհնի ձեզ, դուք շատ օրհնված եք։ Ամեն։ Փառք Աստծուն սիրելի եկեղեցի Հալելույա Գիտեք խոսքը որ կա իմ սրտում մոտավորապես 20-25 օր առաջ եմ ստացել որ հաջորդ քարոզը երբ որ կտրվի ինձ որ խոսք խոսամ ազատագրության մասին եմ խոսալու
որովհետև ես ինքս տարիներ ապրել եմ դա։ Խոսալու եմ մի քարոզ, խոսալու եմ մի թեմա, որի մեջ ես անցել եմ։ Փառք Հիսուսին, որովհետև կյանքում ամեն բան, եթե մենք մեզ թույլ պահենք, կարա սատանան գողանա մեզնից, բայց մեր վկայությունը չի կարա մեզանից ստանի։ Եկեք այնպես ապրենք այսուհետ, որ սեփական վկայություն ունենանք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Խոսքն է, որ վերնագրել եմ այսպես է. քայլիչ դեպի քո ազատագրությունը։ Ամեն սիրելի եկեղեցի։ Գիտեք, վերջին ժամանակները ամեն ձև արդեն մեզ հայտնի է լինում, որովհետև մահտարաժամեր, պատերազմներ, գիտեք, չեմ եկել այսօր մեզ տխրացնեմ, բայց իրականությունից չենք փախչի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ խոսքս էլ ուզում եմ սկսեմ հրաշալի մի համարից։ Իմ սրտին շատ է կպել այս համարը, չգիտեմ, շատ անգամ եմ լսել, շատ անգամ եմ կարդացել, բայց այս անգամ մի յուրովի ձև կպավ այս համարը ինձ։ Փառք Հիսուսին։ Տեսեք ինչ ասում, Եբրայեցիներից 10-րդ գլուխը 25-րդ խոսքից, եւ մեր մեկտեղ հավաքվելը եւ մեկ մերտեղ հավաքվելը զանց չանենք, ինչպես ոմանց սովորություն է, այլ միայն միմյանց քաջարել ենք եւ այնքան ավել, որքան տեսնում ենք, որ օրերը մոտեցել է։ Այսինքն Տերը ասում է, լսի քուրիկս, լսի աղբերս, որ տեսնում ես օրերը մոտեցել են, քաջալերի, մի դադարի։ Բայց գիտեք, գալիս է ժամանակներ, երբ որ անգամ քո հարազատ մարդը քեզ ուզում է հետ պահի Աստծուց։ Որ ուզում է քեզ հեռացնի Աստծուց, բա դու այդ հոգևորն ես, բա դու հավատացյալ ես, դու ո՞նց կարաս քո ձենը բարձրացնես, բա պրովոկացիաներ, սիրելիներս, չտրվեք պրովոկացիաների, ամեն, փառք Հիսուսին, հավատքի մեջ ամուր մնացեք, հալելույա։ Գիտեք, վերջին օրերը սատանան մարդու վրա այնքան զբաղվածություն կարա բերի, որ այնպես հեռանանք Աստծուց, որ անգամ մենք չգիտակցենք, որ հեռանում ենք Աստծուց, որովհետև մեր մեջի հոգին դա Քրիստոսինն է, երբ որ մենք զգանք, որ հեռանում ենք Աստծուց, մի անգամից կգանք ապաշխարություն, բայց նա կամաց քեզ հեռացնում է։ Ասեմ ավելին, թանկարժեք շոկոլադներով է քեզ հեռացնում, շոկոլադ ասվածը կանֆետի մասին չի, սիրելիս, քո կյանքի բարիքների մասին, որ կամաց բարիք տալով հեռացնում է, բայց այդ բարիքի տակ մեծ չարիք է թաքնված, եթե դու արդեն հեռանում ես Քրիստոսից։ Փառք Տիրոջը, մեզ այսօր արթնանալ է պետք, սիրելի եկեղեցի։ Մեզ այսօր պետք է, որ մենք ամեն օր քայլենք դեպի մեր ազատագրությունը, որովհետև Հիսուս Քրիստոս ասում է մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ ձեզ։ Եվ երբ որ Հիսուսը մոտիկանում է, մեր կյանքը փոխվում է, ամեն։ Գիտեք, տարիներ կորոնավիրուսից առաջ էր աշխատանքի վայրում մի կին իր շաքարը չափեց եւ ես էլ հաց կերած էի շատ նորմալ սենց ասեմ պերերի վեի արել լավ հաց էի կերել սոկ էի խմել եւ այս կինը շաքարը չափեց եւ ես էլ ասի կներեք ասի եթե կարելի է իմն էլ կչափեք տեսնեմ այս ինչա գիտեք տեղեր կա երբ որ մենք մեզ չվերաբերվող տեղեր մտնում ենք այդտեղ այրվում ենք ամեն սիրելի եկեղեցի մտնենք այնտեղ որտեղ որ Տիրոջ կամքն է որովհետև Տիրոջ կամքի մեջ կա հանգստություն հալելույա ամեն եւ երբ որ շաքարը չափեցի չեմ հիշում կարծես 6-8 էր 7-8 էր բայց էականը թիվը չի էականը այդ ամբողջ վախի դևով բռնվնելն էր վախի դև որ տարիներ տանջեց 4 տարի 4 տարի դա նորմալ չի մարդը 4 տարի գրեշկա ուտի նորմալ չի երբ որ մարդը խորովածը տեսնի չուտի վախենա խոզի միսա շաքար կբարձրացնի նորմալ չի երբ որ ամեն օր ես մտածեմ որ գիտեք շաքարից արդեն քայքայվում այն օրգանները բայց մի բան էր քայքայվում իմ մտածելակերպը իմ վախերից իմ օրգանները տեղն են եւ շատ առողջ Հիսուսի անունով գիտեք սիրելիս երբ որ դու վախին տալիս ես տեղ
դու դառնում ես նրա ծառան։ Պետք է մեզ այսօր քայլենք դեպի մեր ազատագրությունը։ Գիտեք, այսօր ես իմ վախերի մասին եմ խոսում անցած, դուք ձերը տեսեք։ Այ ինչից եք վախենում։ Սատանան կգա կասի, չես ունենա, ասա կունենամ։ Կտեսնեմ եւ կօրհնվեմ Հիսուսի անունով։ Ամեն։ Գիտեք, սիրելիս, մենք շատ ժամանակ աշկի երևույթով չափում ենք ամեն բան։ Բայց երբ որ մեր խնդիրներին եւ մեր խնդիրներին նայենք մեր Աստծո աչքերով, ամեն բան կփոխվի։ Եվ Տիրոջ խոսքը տեսեք ինչ ասում է, մի դատեք, որ չդատվեք։ Եվ ինչ դատով էլ որ դատվեք, այդ դատաստանով էլ կդատվեք։ Ես վկայություններով եմ սկսել խոսքս, վկայություններով էլ մինչև վերջ ավարտելու եմ, որ քարոզը իրական դառնա։ Ես այսպես մտածել եմ ու այսպես մտածում եմ։ Առաջի անգամ, երբ որ Հովիվը ինձ խոսք տվեց քարոզելու, ես ինքս ինձ մի բան ասի։ Եթե գա ժամանակը, որ ես իմ քարոզածը չապրեմ, էլ չեմ քարոզի։ Քարոզիչը պետք է իր քարոզածը ապրի։ Ամեն սիրելի եկեղեցի։ Եվ երևի արդեն այդ տարածքում անալիզի կներեք, այսպես եմ խոսում, կարող է ինչ-որ մի քիչ չեմ կարողանում ավելի գրագետ խոսամ, թող ինձ ներեն բոլորը, Տերը օրհնի։ Եվ այդպեսի տեղ չէր մնացել, որ չգնայի, արդեն որ իմ դեմքը տեսնում էին, ասում էին, ну что, надо проверять глюкозу, ասում էի, да, конечно, օրը 3 անգամ։ Այնքան է նեղ պիրուտ էր այդ կորոնավիրուսի ժամանակ ամեն մի անալիզը 550 ռուբլի, օրը 3 անգամ տարբեր ժամերի տալիս էր, դա ամսական մոտավորապես մի 45,000 ռուբլի կազմում էր։ Գիտեք, բայց ինչն է հետաքրքիր, ոչ մի անգամ իմ այրան մեջ շաքար չհայտնաբերվեց։ Բայց ես շաքարով հիվանդ էի, մտածում էի։ Կարիք կար միտքս բժշկվելու։ Սիրելիս, քո վախերի մեջ, եթե մտածում ես այս ինչ բանը կա, առաջինը Քրիստոսով միտքդ բժշկի։ Ամեն։ Եվ մնացած օրգաններդ կբժշկվի Հիսուսի անունով։ Եվ Հովիվը շատ անգամ երևի ինձ մասին խոսացած կեղնի, եթե անուն չի տվե, դա իմ մասին է խոսացել, որ գնանք ուտենք, խմենք, եւ մեր աղբերը ասում էր, դա իմ մասին է խոսում, սիրելի եկեղեցի։ Եվ գնում ենք, նստում ենք, ես հարիսա էի ուտում, Հովիվն ասում էր, այ մարդ էստեղ են, մեզ ասում է, եկեք գնանք ուտենք, ինքը չի ուտում։ Ոնց ուտեմ, եթե ես վախենում եմ։ Ոնց ուտեմ, եթե ես վախեցած եմ։ Վախը տանջանք է, սիրելի եկեղեցի։ Վախը քեզ հեռացնում է Քրիստոսից։ Տեսեք, ես ասացի մեկ դատի, որ չդատվեք։ Այն ինչ դատաստանով որ դատեք, այդ դատաստանով էլ կդատվեք։ Տեսեք, շատ անգամ ես կարծես արդեն ասես դառել էի սուպեր հոգևոր։ Ես իմ մասին եմ խոսում, դու քեզ տես, սիրելիս։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տերը բարի է, չէ՞, սիրելի եկեղեցի։ Հալելույա։ Գիտեք, Հովիվ ջան, գիտեմ, որ լսելու ես քարոզը, Տերը օրհնի ձեր հանգիստը, ձեր կյանքը։ Շնորհակալ ենք, որ քեզ ունենք, մեր հզոր, մեր թանկոցյալ։ Տերը քեզ շատ օրհնի։ Օրհնում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Շատ բան ունենք սովորելու եւ սովորում եմ։ Բեմերից խոսաս ազատ, ճշմարիտ, այն ինչ կա կտուրներից խոսաս, ինչ տեսել եմ, այդ սովորում եմ։ Եվ ինչ տենամ, այդ է սովորելու եմ։ Փառք Հիսուսին։ Հալելույա, կարող ես սրտան ծափարել քո եկեղեցու եւ քո Հովվի համար։ Հալելույա, նա արժան է, Տերը արժան է ողջ ծափարությունը առնելու։ Փառք Հիսուսին մեր տան համար, սիրելի եկեղեցի։ Փառք, փառք, փառք Աստծուն, ինչ շատ ենք։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Գիտեք, դառել էի սուպեր հոգևոր։ Սկսել էի մի տեսակ բոլոնի sense վերևից նայել։ Դե ես սուրբ եմ, սուրբ Հենրիկ եղբայրն եմ։ Մի տեսակ արդեն, որ աղբերներ կար, ինչ-որ մի բանի մեջ կաղում էր, ոնց աղբեր, բա սենց։ Սիրելիս, ես հետո ինձ բռնացրի այդ նույն բաների մեջ, դատեցի, և այդ դատաստանով էլ դատվեցի։ Եթե քո կողքինին տեսնում ես ինչ-որ հարցում հոգևոր տկարություն է անում, եթե կարում ես, բարձրացրա, չես կարում, աղոթի, մի խոսա։ Թե չէ որ մի օր խոսաս քու քուրիկի բամբասանքից,
մի օր այնպես ես քեզ բռնացնելու բամբասանքի մեջ, որ անգամ դու ապշես, ոնց ես ռոզա քուրիկից էսպես բամբասում եմ, հա բայ չես անում, բա որովհետև արդեն այն քուրիկին դատել ես, դե դատաստանով է դատվելու ես։ Ամեն, մեկը կա դատավոր, սիրելի եկեղեցի, որի անունն է Հիսուս Քրիստոս, Փառք Տիրոջը, հալելույա։ Գիտեք, սիրելի եկեղեցի, մենք մեր կյանքը պետք է ունենանք, մեր կյանքում պետք է լինեն շատ վկայություններ։ Վկայությունից վկայություն, բայց այդ վկայությունը գիտես երբ է գալիս։ Երբ որ դու քայլում ես դեպի քո ազատագրությունը, իսկ քո ազատագրությունը գիտեք ում մեջ է, Հիսուս Քրիստոսի, Փառք Տիրոջը, մոտեցեք Աստծուն եւ գտնելու եք ազատագրություն, գտնելու եք բժշկություն։ Մենք շատ ժամանակ այս աշխարհում փնտրում ենք օրհնություն, աշխատանքի վայրում օրհնություն, աշխատանքի վայրում զակազներ, աշխատանքի վայրում գումարներ, բայց մեկը կա, որ տվողը, օրհնողը նա է, Հիսուս Քրիստոս։ Մոտեցեք նրան եւ ամեն ձեր խնդիրները ես ասում եմ գիտակից հալվելու են, որովհետեւ դուք մոտեցել եք խնդիր լուծող Աստծուն։ Փառք Տիրոջը, փառք մեր Աստծուն։ Գիտեք, ես քուրիկ կանոնը չեմ տալիս, ինչ շատ հարազատ մարդ է։ Եվ երբ որ իր կյանքում մի դժվարություն գալիս է, ասում եմ, վայ, բայց դժվարությունը խի եկավ։ Ասում եմ, Հիսուսը քեզ հաղթելու է։ Ոնց, ասում եմ այդպես։ Հիսուսն է հաղթելու։ Սիրելիս, քանի ժամանակն է հանձնվենք Քրիստոսին։ Եթե մեկը կա, որ կարա հաղթի, նա Քրիստոսն է։ Եվ մեզ հաղթանակ տվողը Քրիստոսն է, մեզնից ոչինչ չենք կարա անենք, սիրելի եկեղեցի։ Հպարտ դիրքից ժամանակն է, որ իջնենք եւ խոնարհ դիրք ընտրենք, որովհետեւ Տիրոջ խոսքը ճշմարիտ է եւ երկրասարի սուրի պես է, ամեն տեղ մտնում եւ կտրում է։ Եվ նրա խոսքը ասում է. խոնարհներին շնորհք կտամ, խոնարհներին կբարձրացնեմ, համբերողներին էլ կօրհնեմ։ Ամեն, ինձանից եմ ասում ես։ Փառք Տիրոջը։ Մեզ պետք է համբերություն, որ շահենք Քրիստոսի մեծ օրհնությունները։ Գիտեք, երբ որ խնդիրները գալիս են, մենք ասում ենք եկան խնդիրները։ Նորմալ աշխարհում ենք ապրում։ Հետնել մի աշխարհ, որ ես այդ աշխարհի անունը դրել եմ կորչող աշխարհ։ Նվաստացնող աշխարհ։ Այս աշխարհը, գիտեք, թույլերին չի սիրում։ Թույլ եղար տրորելու է։ Մեզ պետք են ուժեղները։ Սիրելի եկեղեցի, պետք է այսօր ուժովանանք Քրիստոսով։ Ամեն։ Այսօրվանից սկսեք բարձրացնել ձեր եղբորը, բարձրացնել ձեր քրոջը, բարձրացնել ձեր ընտանիքի անդամներին։ Ամեն։ Եվ երեք կնոջս ասում եմ, բա վաղը չես գալու եկեղեցի, ոնց որ այսօր շատ եմ, չես սկսել։ Լավ է, չէ, որ սենց ճշմարիտ, սենց անկեղծ սկսել ենք խոսալ, ամեն, Փառք Տիրոջը։ Ամեն քարոզից մենք պետքա դաս քաղենք, սիրելի եկեղեցի։ Սա ես առաջինը ասում եմ ինձ, հետո ձեզ, թե չէ, ես ինչ կամ։ Հա դե ես եմ քարոզելու, գաս ինչ անես։ Մի մարգարե անհարգված չի, բացի իր գավառից, սիրելի եկեղեցի։ Փառք Տիրոջը։ Գիտեք, սիրելի եկեղեցի, քարոզել սկսեք ձեր տներից։ Ամեն։ Սկսեք ձեր ընտանիքներից, բերել ապաշխարության ձեր տան անդամներին։ Գիտեք, շատ ժամանակ կա, շատ ժամանակ կա, երբ որ քեզ տեսնում են եւ սկսեն ենթարկել պրովոկացիայի։ Գիտես, դու հոգևոր ես, դու իրավունք չունես այս խոսած, դու իրավունք չունես այն խոսած, դու իրավունք չունես ձայն, իսկ որտեղ է գրված, որ ես իրավունք չունեմ խոսամ։ Եթե հոգևոր եմ, դա չի նշանակում, որ ես իրավունքներից զրկված եմ։ Եթե կա իրավունք եւ իրավունքը հասնում, դա Աստծո զավակներին է հասնում։ Հալելույա, ամեն։ Սիրելի եկեղեցի, մեզ պետք է ուժովանանք, մեզ պետք է լցվենք Աստծո հոգով, ամեն օր, ամեն ժամանակ։ Մենք ունենք Տիրոջ կարիք այսօր, որովհետև այս կորչող աշխարհի մեջ խնդիրները բավականին շատ են։ Գիտեք, մինչև առավոտ ես եւ Հակոբը
ժամը 6-ը արթուն ենք եղել, պրոբլեմ կար, այդ պրոբլեմը չլուծվեց, բայց գիտես, կյանքում գալիս են պրոբլեմներ, այդ պրոբլեմը այսքան է, սիրելի եկեղեցի, բայց մենք այնքան ենք մեծացնում, այդ պրոբլեմը սկսում է մեզ ծածկել։ Հետո որ քայլում ենք Քրիստոսին, ազատվում ենք, տեսնում ենք, որ այդ պրոբլեմը այդքան է պրոբլեմ չէր։ Կարելի է լուծել եւ անցնել։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Սիրելի եկեղեցի, Տերը բարի է, այն աղոթքները, գիտեք սրտից դրվեց որ այս խոսքը հիմա ասեմ, այն աղոթքները, որ դուք աղոթում եք եւ մտածում եք, դեռ մինչեւ հիմա պատասխան չկա, հավատացեք, ամեն աղոթք ունի իր պատասխանը։ Եվ անցած Կիրակի էր քրոջս հետ խոսում եի եւ ասի, գիտես բեմից ասելու եմ, ասավասա։ Եվ մոտավորապես, չգիտեմ ինչքան ժամանակ է ինքը կարող է վկայել, ես չեմ հաշվել, բայց բավականին երկար ժամանակ էր մեր գոհարքուրը Կիրակի օրերը չէր գալի եկեղեցի եւ մի քանի անգամ հարց տվեցի, ինչ չես բա գալի գոհարքուր ջան, բա աշխատանքս չգիտեմ, չի ստացվում։ Եվ Փառք Տիրոջը սկսել է գալ Կիրակի օրերը եւ հարց տվի գոհարքուր բանա փոխվե։ Այո, աղոթքիս պատասխանը տարիներ աղոթել եմ։ Գիտեք հիմա եթե ինչ-որ մի հատ սուպեր հոգևորի մոտ կասեր, ես աղոթում եմ որ աշխատանքից գրաֆիկը փոխվի, կասեր լուրջ բան չկար աղոթելու։ Տենց կան, չէ, սուպեր հոգևոր խաղալու ժամանակը չի։ Սիրելիս, գոհար քրոջ համար այդ մեծ էր, խնդրանքը մեծ էր, որ ստանար։ Մի դատի ուրիշի աղոթքները, թե ինչ աղոթքա մարդը անում։ Փառք Տիրոջը, դատավորը Քրիստոսն է։ Եվ նա իր աղոթքի պատասխանը ստացել է։ Եվ ես հավատում եմ, կան աղոթքներ, որ դեռ պատասխանված չեն, պատասխանվելու են Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը, որովհետև ես էլ ինքս ունեմ աղոթք արած շատ աղոթքներ, որ դեռ պատասխան չկա, բայց հավատա, քո աղոթքները լսվում է եւ պատասխանվելու է Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի։ Մենք բարի Աստծու ենք ծառայում։ Տեսեք, Հիսուս Քրիստոսը դատավորած 10-րդ գլխի 13-րդ խոսքում ասում է, բայց դուք ինձ թողեցիք եւ ծառայություն արեցիք ուրիշ աստվածների, դրա համար էլ ես այլևս ձեզ չեմ ազատելու։ Մի քիչ սթափեցնող է։ Գիտեք, ավետարանը մենակ բարգավաճ ավետարան չի։ Տերը ասում է դու գնացել ես ուրիշ ես ծառայում, ուրիշ աստվածների ես ծառայում։ Այ այսօր մեր աստվածները ինչը կարան դառնան։ Նորմալ է, որ բոլորս էլ աշխատենք։ Բոլորս էլ օրհնված լինենք։ Բայց գիտեք Տիրոջ խոսքը ասում է Աստծուն եւ կայսրինը կայսրին։ Ամեն։ Սա ես ինձ համար եմ ասում։ Եթե դու քեզ դրա մեջ տեսնում ես, դու էլ վերցրա քեզ համար սիրելիս։ Ամեն։ Գիտեք, այսօր եկեք քնենք։ Այն չենք ծառայում։ Այդ վախը, որ վախենում ես, տարիներ վախի մեջ ես, դարել է վախը քո Աստվածը։ Որովհետև Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը ասում է իրական սիրո մեջ չկա վախ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտեք սիրելի եկեղեցի, սրտանց եմ ասում, բեմից չեմ ասում, Աստված ամեն բան տեսնում է։ Տիրոջ խոսքը ասում է սրտերը եւ երիկամունքները քննող Աստվածը։ Նարայի համար այնպես եմ ուրախացել։ Այնպես եմ ուրախացել։ Երբ տեսնում եի Անահիտ քրոջ Անահիտ քուրը, Հենո ջան։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Հալելույա։ Ինքը հասկացավ ինչ եմ ասում։ Գիտես, ժամանակները Տիրոջ ձեռքերին է։ Մենք մտածում ենք, գիտես կգա, այս օրհնությունը կգա, ժամանակը չի, որ գա լիարժեք չի լինելու։ Սպասի Տիրոջը եւ դարձյալ սպասի Տիրոջը։ Հալելույա։ Փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Ամեն, մեր Տերը բարի է։ Մենք բարի Աստծու ենք ծառայում։ Մենք կարիք ունենք ամեն օր մոտենալ նրան եւ Տերը կազատի մեզ։ Ամեն։ Վստահ եմ, որ քարոզը միացնելու է, լսելու է իմ եղբայրը։ Սիրելիս, քո նևրոզը մենակ կարա բժշկի Քրիստոսը։ Մոտեցի նրան։ Գիտեք, խոսում եմ եղբոր հետ, քանի անգամ կանչել եմ, աղոթել եմ,
Եվ մի անգամից առաջի օրն էլ ասել եմ, պետք է մոտենաս Աստծուն։ Ամեն րոպե եղբոր մոտ տագնապ է։ Ու այնպիսի տագնապ կարծես թե վատանում է, գնում է աշխատանքի հետ է գալիս։ Տեսնում եք սիրելի եկեղեցի, սատանան ինչպես է մարդուն բռնում եւ ոնց ուզում է այդպես պտտում է։ Եվ գիտեք, այդ ամենը անցավ։ Ինչ որ շաքարի հիվանդության վախերն անցան, հաղթեցի։ Բայց տեղը բաց է։ Ես այդ տեղը չեմ լրացրել Քրիստոսով։ Ազատվել եմ, բայց չեմ լրացրել։ Իսկ լրացնելը գիտեք ոնց է լինում ազատագրությունից հետո։ Լցվել Աստծո Սուրբ Հոգով, կարդալ նրա խոսքը, աղոթել եւ պարտադիր է կիրակի օրերն է լինել եկեղեցում։ Սա ես իմ կողմից եմ ասում։ Որովհետեւ միատեղ հավաքվելու մասին Տիրոջ խոսքը պարզ ասում է հորդորեցեք իրար։ Եթե տեսնում եք վերջին ժամանակներն է։ Եվ կարծես թե վախը կարծես տենց հորով մորով արեցինք, հիմա էլ վախեր սկսեց ստամոքսի ու ռուսքի։ Վայ Աստված ջան։ Դուք կհիշեք Հովիվի Վարսավիրին, որը կհիշեք։ Վկայություններով սկսել եմ, սիրելի եկեղեցի, խնդրում եմ, որ իրապես բռնեք ամեն վկայությունը եւ ձեր կյանքը թող այս վկայություններով Հիսուսի անունով փոխվի, որովհետեւ ես իմը կասեմ, դուք ձերը վերցրեք։ Ամեն։ Կհիշեք, չէ՞ որ ստամոքսի քաղցկեղ էր։ Եվ այդ ժամանակ ես ունեի ստամոքսի խնդիրներ։ Որ սայթում գրեցին եկեղեցու, որ քուրիկը ննջել է, վայ ասի Տեր ջան, ես էլ եմ։ Վայ ասի Տեր, ես ինչ եղավ։ Վայ ով կպայի ընտանիքս։ Պահողը Քրիստոսն է։ Վայ ես բեմը եւ պետք է օրհնվենք։ Հիմա Հովիվը գնայի։ Ամեն մի քիչ հումոր անենք, սիրելի եկեղեցի։ Հիմա դուք չեք պատկերացնի, աշխատանքից վայրում եմ, ամբողջ մարմինս դողում է։ Լսեք, լուրջ եմ ասում։ Ես արդեն ուռուցքով ինձ հիվանդ էի սարքել։ Всё, հիմա մտնում եմ տենց կաբինետ ունենք, գնում եմ այնտեղ պարկում եմ, սենց ձեռ եմ տալի, ասում եմ, վայ տեսնես, այստեղ ցավում է։ Քանի տարի կեղնի քուրիկին ընջելը։ Փառք Աստծուն, ես էստեղ եմ եւ առողջ։ Ամեն սիրելի եկեղեցի։ Դուք ես գիտեք սուպեր հոգևոր Հենրիկ եղբայրն է, տեսնում եք ինչքան վախերով եմ անցել։ Եվ եթե անկեղծ ամեն մեկը գա եւ իր հոգևոր կյանքը պատմի, կտեսնեք իրական հոգևոր կյանքը։ Հոգևոր կյանքը սկսվում է երկուշաբթի օրվանից, սիրելի եկեղեցի։ Կիրակի օրը բոլորս էլ ասում ենք «Պույս Բոգ բլագասլավիչ вам, Տերը օրհնի ձեզ, վայ Աստված օրհնի, քուրիկս ինչ լավն ես, եղբայրս», իսկ երկուշաբթի օրը ինչ ես անում։ Ամեն սիրելի եկեղեցի։ Մեր հոգևոր կյանքը սկսում է երկուշաբթի օրվանից։ Հակոբ դարդերը դուր Քրիստոսին։ Փառք Հիսուսին։ Եվ Հակոբ ջան, Հակոբ։ Հիմա չգիտես տղեն ինչ անի իմ ձեռը ընկելա կրակը։ Այս հիվանդանոցից, այն հիվանդանոց, այն շլանգից, այն շլանգը, այ աղբեր ջան, առողջ ես, չկա, ինչ ես ուզում առողջ ես, այնո ջան, առողջ ես։ Չէ աղբեր, բայց կարողա որ նարկոս տվեցին, մի տեսակ լավ չնայեցին։ Կարիք կա մի տեսակ ստեղը փոխվի։ Ամեն սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին։ Քարոզը իրական է, չէ՞ սիրելի եկեղեցի։ Փառք տվեք Աստծուն, հալելույա։ Գիտեք, մոտավորապես 15-ից ավել անգամ գաստրոսկոպիա եմ արել։ 15 անգամ նարկոզ։ 20 րոպեով։ Բազմապատկեք ինչքան է գալի։ Մի հատ լուրջ օպերացիայի թիվ է գալի։ Այդքան նարկոզ եմ տարել։ Վախերի պատճառով։ Բայց ես ունեմ բարի Աստված, որ այսօր ինձ ազատ է արել ամեն տեսակի վախերից, Հիսուսի անունով։ Գիտեք, սիրելի եկեղեցի, գալիս է պահը, մտքերը անցյալի, բայց տեղ մի տուր։ Եվ երբ որ ես այդ եղբորը տեսա, բա ինչ անեմ, ասի գիտես, աղբերս, ինձ անընդհատ
տենց ինչ-որ տենց փորձարկումներ ա լինում։ Բայց մի հատ էսի բանից վախեցի, էլի, մի հատ խնդրում եմ, էլի, վախեցի, էլի սենց բռնեմ, էլի։ Բայց ես ասում եմ, չէ, էլ չի լինի, փորձառություն ունեմ, վկայություն ունեմ, Փառք Հիսուսին։ Սիրելի եկեղեցի, հետ էլ պրծավ։ Էլի կա։ Հիմա էլ կարծես թե սկսվեց պրոբլեմ աղիքների հետ։ Այ երբ որ միտքս չբժշկվեց Քրիստոսով, այդ օրգանները ասում էին, այդ մտքիդ պատճառով մենք տուժվում ենք, այդքան ստրեսը, այդքան ներվային համակարգդ խառնված, ամեն օր դու մտածում ես վախի մասին, մահվան մասին։ Եթե մեռնեմ էլ կապրեմ, որովհետև Քրիստոսին ամեն հավատացողը, եթե մեռնի էլ կապրի, Փառք Տիրոջը, հալելույա։ Եվ գիտեք սիրելի եկեղեցի, եկավ ժամանակը, հավատացեք լուրջ եմ ասում, ես այսպես չէի խոսալու, աստեղ կանգնած, գիտեք այդ Տիրոջը ճիշտ հանձնվելն էլ եմ, ես իմ հովվից վերցրե, գիտեք բարձր դիրքը մարդուն կիչացնի, բայց երբ որ մարդը բարձր դիրքի վրա է և խոնար է, ամեն րոպե կբարձրանա, ամեն սիրելի եկեղեցի, ինձ համար ես պարծանք եմ գտնում, որ ասեմ այո, ես իրական Աստծո մարդից շատ բաներ ունեմ սովորելու և դեռ պիտի սովորեմ, որովհետև ինքը ինձ համար, ես այստեղ հովիվ չեմ քարոզում, բայց իմ հովիվը ինձ համար իրական Աստծո մարդ է, ամեն, սկսենք մեկս մեկուց բարձրացնելը սիրելի եկեղեցի, և ես մեկը կա, որ ձեզ կբարձրացնի, ձեր բարձրացնելը երբ որ տենա, և նրա անունն է Հիսուս Քրիստոս, ամեն սիրելի եկեղեցի, և իրանից եմ սովորը, երբ որ գալիս եմ, արդեն կանգնում եմ, ասում եմ Տեր, այս բանը պետք է խոսամ, բայց առաջնորդի ինչպես կուզես, ամեն, ես հավատում եմ, որ այս վկայություններով կարողացա ինչ-որ մի պած ես զորացնեմ, կարողացա ինչ-որ մի պած ես ցույց տամ ճանապարհը այն քայլերը, որ անեք դեպի ձեր ազատագրությունը Քրիստոսի մեջ է, ամեն, և ստրեսը, շատ ստրես, սիրելի եկեղեցի, մոտավորապես ասեմ քանի տարի, 19 թվից մինչև 24 թվի կեսերը ստրեսների մեջ եմ եղել, բայց բոլորդ իսկ գիտեք ոնց եք տեսել եկեղեցում, ձեռքերս պարզած, լավ հոգևոր դիրքով, ինչ աղբեր է, բայց ոչ մեկ չի իմացել այդ աղբերը ինչ վախերի մեջ է, մեկն է իմացել Քրիստոսը, որն էլ մինչև վերջ ինձ ազատել է, որովհետև նա հավատարիմ է, գիտես, ամուսինդ կհոգնի քեզնից, կինդ կհոգնի, ծնողդ կհոգնի, միակը, որ քեզնից չի հոգնում, միակը, որ քեզ անընդհատ փարատում է, արցունքներդ սրբում է, լվանում է մեղքերդ, նրա անունն է Հիսուս, բայց ձև Աստծուն ոնց չծառայես, բայց ձև Աստծուն ոնց չծառայես ու ասես, փառք քեզ Տեր, փառք քեզ քո Սուրբ Հոգու համար, Տեր իմ Աստված, ամեն, և սկսվեց կյանքիս մեջ այս վերջի վախը ահավոր ա եղել, սիրելի եկեղեցի, որովհետև սիմպտոմները տանում էր, իրոք դրան էր տանում, և մոտավորապես 4 ամիս վախի պատճառով չեմ գնացել կոլոնոսկոպիայի, 4 ամիս, կներեք ինձ, ազատ եմ խոսում, որ վկայությունը իրական հասնի ձեզ, 4 ամիս արնահոսել դա լուրջ է, բայց վախենալ, որ կգնամ և կստուգվեմ ու կասեն, դու ուռուցք ես, և տեսեք Տեր ինչ հրաշալի գործեց, ես երբ որ պարկում էի քնելու, նայում էի իմ աղջկան, ասում էի, ով կպահի Եվայիս, ես արդեն ինձ հիվանդացրել էի, բայց փառք Տիրոջը, տեսնում եք ինչ զարովի տեսք ունեմ, մի քիչ հոգնած եմ, լավ չեմ քնել, բայց փառք Հիսուսին, ամեն, և գիտեք սիրելի եկեղեցի, ես դրա մասին անգամ չեմ մտածել, որ ասեմ, գիտեք մտածել եմ, տեսել եմ, և առավոտը երաս տեսա,
երազս Քրիստոսն էր։ Եվ իմ երազի մեջ եկավ այսպես կարամ նկարագրեմ, սպիտակ շորերով էր, ես դեմք չեմ տեսել։ Ես մենակ մի բան եմ տեսել, բժիշկներ էին այդտեղ։ Եվ եկավ ասավ քո մոտ յազվնի կոլիտա, չունես ուռուցք։ Ես արթնացա քնիցս եւ ասի Փառք Հիսուսին, ես գնում եմ կոլոնոսկոպիայի։ Եվ գնացի հաջորդ օրը այդ օրը ամեն այդ պրոցեդուրաները եւ չմարանամ հաջորդ օրը կոլոնոսկոպիա, երբ որ գնացի, նարկոզը տվեցին, արեցին կոլոնոսկոպիան եւ հենց ես արթնացա նարկոզից, ովքեր անցել են կոլոնոսկոպիա, գիտեն դա ինչ տհաճ process է, եւ ովքերը չեն անցել Հիսուսի անունով ամբողջ կյանքի ընթացքում չանցնեն։ Եվ երբ որ նա արթնացա, բժիշկին ասի, ну что, язва не колит, նայես դեմքիս, да, ասի хорошо։ Եվ ամենահզորը գիտեք որն է, որ 2 ամիս առաջ եղել եմ հիվանդանոցում եւ բժիշկը փաստաթղթի վրա գրեց. Դու բժշկված ես։ Փառք Հիսուսին։ Հիմա յազվնի գալիթն չկա։ Բայց տարիներ ամեն օր ձեռքս դրել եւ աղոթք եմ արել եւ չեմ դադարել աղոթելուց։ Ամեն օր խոսացել եմ, խոսա քո խնդիրների համար, մի դադարիր, մի նայիր, որ քո խնդիրները դեռ լուծված չեն, խոսա, քո խնդիրների վրա դու իշխանություն ունես Հիսուս Քրիստոսով, սկսի խոսալ քո խնդիրների վրա, սկսի, ձեռքդ դիր հիմա քո հիվանդ տեղը եւ ասա, ես բժշկված եմ Հիսուսի անունով, խոսա քո խնդիրների վրա, Հիսուս խնդրում եմ, որ հիմա դու հպվես, բժշկես, օծես, նորոգես մեզ իմ արքա եւ քո վերքերի զորությամբ մենք բժշկված ենք։ Ամեն։ Սիրելի եկեղեցի, մեր Տերը իրական է եւ նա շատ օրհնյալ է։ Ամեն, մեր եկեղեցիներում, մեր եկեղեցում, Մոսկվայի Աստծո տանը չի դադարել ազատագրությունները, չի դադարել բժշկությունները, չի դադարել օրհնությունները, Փառք Հիսուսին, այնպիսի եկեղեցի ենք, որ գնում ենք առաջ եւ չենք կանգնում, Փառք Հիսուսին, մենք հետ քաշվողների չենք, միայն առաջ Հիսուսի անունով, հալելույա, եւ մեր առաջ կյանքը առ Աստված է, Քրիստոս, ամեն սիրելի եկեղեցի, Փառք Հիսուսին։ Տերը բարի է, սիրելի եկեղեցի, հալելույա։ Փառք մեր Աստծուն, փառք։ Տեսեք, ինչ հրաշալի է խոսում Տերը եւ ասում է Հայտնություն 22:12 խոսքից եմ կարդում։ Եվ ահա շուտով գալիս եմ։ Եվ իմ վարձքը ինձ հետ է, որ ամեն մեկին կհատուցանեմ ինչպես որ իր գործերն է։ Սիրելի եկեղեցի, ժամանակն է հարց տալու։ Ինչ գործ ունես արած։ Գործերը առանց հավատքի մահացած են, ինչպես մարմինը առանց հոգի։ Այ ինչ գործ ունենք։ Լավ եկեք պատկերացնենք, այսօր Քրիստոսը եկավ։ Իր վարձքը իր հետ է։ Ամեն կներեք։ Իր վարձքը իր հետ է։ Ինչ ունենք արած Քրիստոսի համար։ Կիրակի օրը գալ եկեղեցի մեր համար ենք անում։ Մեր անձերի համար։ Ծառայողականներին մեր անձերի համար։ Իսկ Քրիստոսի համար գիտեք որն է։ Ինչ որ բան անելը։ Ֆինանսը չի։ Կարևոր դեր է եկեղեցում։ Բոլորս է հասկանում ենք։ Բայց Քրիստոսը չեկավ ինչ-որ մարդու ֆինանսների համար խաչվի, չեկավ ինչ-որ բան ցույց տալու, եկավ իր զավակներին փրկություն տալու, եւ որ իր այրունով ամեն օր մենք մաքրվում ենք, բժշկվում ենք, եւ նրա վերքերը մեզ բժշկում է ամեն օր, սիրելի եկեղեցի։ Այսօր կարևոր է, որ մենք հասկանանք, այ ինչ ունենք Աստծո համար արած։ Աստծո համար մի բան կարանք անենք, որ նրա աչքերին շատ հաճելի է ավետարանել ճշմարիտ ավետարանը։ Խաչված եւ հարություն առած Քրիստոս ավետարանել։ Խոսալ նրա սիրո մասին, խոսալ նրա բժշկությունների մասին, խոսալ նրա ազատագրությունների մասին։ Բայց ասեմ ավելին,
Այդ տարիների մեջ, որ վախերի մեջ եմ եղել, չեմ չափազանցնում։ Շատ վախերով բռնված մարդկանց եմ օգնել, բայց ես դեռ մնացել եմ այդ վախերի մեջ։ Ասեմ ավելին։ Երբ որ առաջի անգամ հովիվը ինձ համար աղոթեց, մարգարեությունը այսպես եղավ։ Վախերի համար էր աղոթում եւ Տերը ասավ նա ճանապարհ անցնում, որ շատերին օգնի։ Բայց այդ ճանապարհի մեջ սիրելի եկեղեցի, գիտեք, այդ դժվարությունների մեջ ես մի անգամ չեմ ասել ինչի համար Քրիստոս։ Նայել եմ երկինք, չոքել եմ նրա առաջ ու ասել եմ Տեր, ողորմա զավակիդ, խնդրում եմ, զորություն տուր։ Գիտես, այնքան անկեղծ լսող Աստված է։ Դու կարաս շատ լացես, դու կարաս շատ նեղվես, անգամ կողքին տասի դե հերիք է էլի, ոնց որ տազան լինես։ Բայց հավատա Քրիստոսը ոչ մի անգամ նման բան չի ասի։ Նա ամեն օր կլսի քեզ։ Նա ամեն օր քո արցունքները կսրբի։ Նա գիտի քո խնդրի մասին։ Նա գիտի, որ դու ժպտում ես, բայց ժպտալու չի։ Գալիս է եկեղեցի։ Ամբողջ ճանապարհին մտածում է հիվանդության վախերի մասին։ Այստեղ բոլորին տեսնում, Տերը օրհնի ձեզ, Աստված օրհնի, բայց ներսս փոթորիկ էր։ Բայց այդ փոթորիկը մեկը կա, որ կանգնացրեց։ Նրա անունն է Քրիստոս։ Ամեն սիրելի եկեղեցի, փառք Տիրոջը։ Եվ մի վկայություն եմ ուզում տամ։ Եթե վկայությունով սկսել եմ, վկայությունով էլ վերջացնելու եմ։ Երբ որ ես ու Հակոբը տարիներ առաջ էր, Հակոբը ինձ առաջարկեց մետրոյում նստած ենք, բա ինչ կեղնի ախպեր, ոչ մեկը չգիտեք։ Ինչ կեղնի, իրար հետ գործ սկսենք։ Նայեցի, առաջի հայացքից նորմալ չէր, բայց չգիտեմ, այդպես առաջնորդվեցի, որ քո հետ գործ սկսեմ։ Ես Հակոբին ճանաչում եմ խոնար, հզոր մարդ։ Մի անգամից ասել եմ համաձայն եմ։ Սկսենք։ Եվ սկսեցինք գործը։ Սկսեցինք գործը եւ մի անգամ եմ սա պատմել էլի բեմից եւ սկսեցինք գործը եւ ընկանք ինչ-որ մի հատ մեծ խնդրի մեջ։ Որ գնացինք Հայաստան, այդ խնդիրները լուծվեց, ամեն հարցը լուծվեց։ Եվ երբ որ եկանք Մոսկվա, շատ հարցեր կար։ Շատ խանգարող մարդիկ։ Ինչու եմ սա վկայում։ Բայց այդպես էլ ոչ մեկին չհաջողվեց, որ մեր գործի վրա եւ մեր հարաբերության վրա ազդեցություն ունենան։ Գիտեք ինչի, ոչ ինձանից է, ոչ Հակոբից, այլ Աստծուց, որովհետև նա ծրագիր ունի։ Ես ասում եմ իմ եւ Հակոբի համար, դուք վերցեք ձեզ համար։ Եթե ինչ-որ մի բան կա Տիրոջ ծրագրի մեջ, ուզես թե չուզես լինելու է։ Հանձնվի Տիրոջը, որովհետև նա հաղթում է։ Դու կարծես թե ասում ես, «Էլ անհնար է, էլ ես չեմ կարող, էս ինչպես են ինձ խանգարում, էս ինչքան են ինձ հալածում, ոնց կարամ ես այսքան հալածված լինեմ, ոնց կարամ ես այսքան իմ հոգևոր դիրքից ընկած լինեմ»։ Աղոթի։ Այն ինչը որ սրտանց ու հավատքով խնդրես կառնես, ամեն սիրելի եկեղեցի։ Մի նայ քո այսօրվա հալածանքներին, նայի որ հալածանքներդ Հիսուսի երեսից հալվելու են։ Ամեն։ Եվ ովքեր էլ որ այսօր հալածում են, հիշի, մի օր դու այնպես ես առաջնորդելու դեպի Քրիստոս նրանց նորից, որ անգամ դու զարմանաս, որովհետև քո մեջինը Աստծո զորած հոգին է։ Ամեն, հալելույա, մենք կենթանի տաճարն ենք Հիսուս Քրիստոսի, որ մեր մեջ է բնակվում եւ մենք նրա մեջ, սիրելի եկեղեցի։ Ամեն։ Եկեք այս անձերը սուրբ պահենք։ Տիրոջ խոսքը ասում է, ձեզ կանչող սուրբի պես սուրբ եղեք։ Ես այս խոսքը այսպես եմ հասկանում, որ փորձենք ապրենք այնպես, որ հոգուն հաճելի լինի, սիրելի եկեղեցի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Մեր Տերը բարի է, սիրելի եկեղեցի։ Այսօր մենք
շատ բոլորս էլ ինչ-որ հոգսաշատ ենք, ճիշտ եմ չէ ասում, ես ունեմ շատ հոգսեր։ Բայց Տիրոջ խոսքը ասում է, ամեն հոգնածներ եւ բեռնավորվածներ, եկեք ինձ մոտ եւ ձեզ հանգիստ կտամ։ Հանգստությունը գիտեք որն է։ Հանգիստ չի տա, ասի, հանգիստ նստի։ Հոգսդ կվերցնի։ Ամեն։ Իսկ երբ որ Տերը սկսում է հոգսդ վերցնել, սկսում է խնդիրը լուծվել։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն կանգնած գործ, ամեն կանգնած ինչ որ առողջական խնդիր, Հիսուսի վերքերի զորությամբ, հիմա թող նոր ձևի նորոգվի։ Հիսուսի անունով, սիրելի եկեղեցի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտեք, այս աշխարհում, եթե մենք սկսենք կարծիքներով ապրել, ամենաողորմելի մարդն ենք։ Ես այսպես եմ կարծում։ Որովհետև գիտեք, սիրելի եկեղեցի, ինձ համար կարևոր չի, ով ինձ լայք կդնի։ Ով ինձ, չգիտեմ, այս նշանը կանի։ Ինձ համար կարևոր է, որ երկինքը ինձ սենց անի։ Ամեն։ Ինձ համար դա է կարևոր։ Եթե ես սկսեմ մարդկանց կարծիքով ապրել, ամեն մեկը մի կարծիք, ուր կհասնի։ Ես ուզում եմ այսօր ապրեմ իմ հոր, իմ Աստծո կարծիքով։ Ամեն, որովհետև նրա կարծիքը ամենաճշմարիտն է, ամենազորավորն է, եւ քեզ եւ ինձ հորդորում եմ, սիրելիս։ Եթե ինչ-որ մի եղբոր, ինչ-որ մի քուրիկի, դեռ կտեսնես, հոգու մեջ կաղալուց, մի անգամից քեզ ասա. Հենո, դիր, դատավորի փետը ձեռիցդ գցի։ Մի դատի, որ չդատվես, օգնի։ Բայց այդ օգնությունը դե թող այնպես սիրով լինի, որ այդ տվյալ մարդը չհասկանա, որ դու իրան ինչ-որ բարձր կետից ես նայում։ Սիրելի եկեղեցի, աշխարհը իր ալիությունով Աստծուն է պատկանում, բայց Աստված մարդացավ, եկավ, հավասարվեց մեզ։ Գիտեք, սիրելի եկեղեցի, Քրիստոսը այնպես չարչարվեց, Քրիստոսի համար պարզ է մեր այսօրվա չարչարանքները, որովհետև այսօրվա չարչարանքների միջով որ անցնում ենք 0.0% չի Քրիստոսի չարչարանքների հետ համեմատելու։ Գիտի լացելը ինչ բան է, որովհետև Հիսուսը լացում էր։ Գիտի ուրախանալը ինչ բան է։ Գիտի հիվանդությունը ինչ բան է։ Որովհետև երբ որ 39 անգամ մտրակվում էր եւ ամեն մտրակելուց այդ մսի կտորներն էլ հետը դուրս էր գալի Քրիստոսի, այդ ամեն մի մտրակի հարվածը քո հիվանդությունն էր, որ վերցնում էր, որովհետև մարդու օրգանիզմի մեջ կա 39 հիմնական հիվանդություն։ Կարող եք բացել եւ կարդալ։ Եվ այդ հիվանդություններից են մնացած հիվանդությունները շահկապված։ Մեր Տերը բարի է։ Մի նայ այսօրվա քո հիվանդությանը։ Մի նայ, սիրելիս, իրոք եմ ասում, մի նայ։ Նայ Քրիստոսին։ Այս ժամանակների չարչարանքները համեմատելու չի, գալիք փառքի մեջ, որ մեր մեջ է հայտնվելու։ Եվ դա երկնքի արքայությունն է։ Ամեն։ Խնդրում եմ եկեք դադարենք այս ժամանակավոր կորչող աշխարհի մեջ ինչ-որ տեղ վազելուց։ Եկեք վազենք Քրիստոսին։ Եվ ամեն բան այս աշխարհում, որ մենք մտածում ենք օրհնություն է, կսկսի մեր հետևից վազելը։ Որովհետև մենք օրհնությունները տվողի հետևից ենք վազում։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Գոյությունը դռներ է բացում, սիրելիս։ Այսօր ես հորդորում եմ քեզ այսօր, դուք այ ինչի մեջ որ կաք, մինչև հիմա դժգոհել եք։ Կամ արդ որ այստեղ լիքը բաներից դժգոհել է, սպասի առաջինի ես ես լավ ձեռքս բարձրացնեմ։ Փառք Հիսուսին։ Այնչի համար որ դժգոհել ես։ Ինչի չսա լինում, վայ դե հոգնել եմ, սկսի գոհանալը։ Սկսի գոհանալը։ Շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ Հայր, որ դու այս մի կտոր հաց ինձ տվեցիր։ 7 կողով էլ կվերցնես հացը, սկսի գոհանալը։ Ամեն սիրելի եկեղեցի, փառք մեր Աստծուն։ Վերջին համարը կարդամ եւ աղոթ կանենք սիրելի եկեղեցի, ամեն։ Փառք մեր բարի Աստծուն։
Կարող է փառաբանության խումբը գալ, սիրելի եկեղեցի։ Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ 32-րդ խոսքից եմ կարդում։ Կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Ճշմարտությունը մեկն է, Քրիստոսը։ Մեզ պետք է նրան ճանաչել, սիրելի եկեղեցի։ Մեզ պետք է ամեն պահի նրան ճանաչել։ Ամեն պահի նրա հետ քայլել։ Ամեն պահի նրա նոր օրհնությունները զգալ։ Այնքան ենք հոգսերով շատ ժամանակ գնում, որ չենք տեսնում Քրիստոսի այն օրհնությունները, որ մեզ համար տալիս է։ Գիտեք, սիրելի եկեղեցի, ես վստահ եմ, երբ որ բարձրանամ երկինք, վստահ եմ, Աստված այնքան բանացույց տալու։ Ասելու այս ինչ բանից պրծար, այս սրանից ես պրծել, այս պետքագար չեկավ։ Գիտես ինչի պատասխաններն էր։ Քո աղոթքի կյանքի, քո աստվածպաշտության կյանքի։ Սաղմոս 91-ը ասում է բարձրալի ծածկոցի տակ բնակվողը կհանգստանա ամենակարողի շուքի տակ։ Բարձրալի ծածկոցը դա Քրիստոսն է։ Ամեն։ Սիրելի եկեղեցի, մեզ պետք է այսօր Աստծուն մոտենանք եւ ամեն օր ճաշակենք նրան։ Որ ամեն օր նրա քաղցրությունը, նրա օրհնությունը տեսնենք։ Եկեք սկսենք, գիտեք, մեր դիմացիներին սիրելը։ Ինչով կտարբերվենք մեղավոր մարդուց։ Եթե մենք սիրենք մեզ սիրողներին։ Քեզ սիրողին ուզես չուզես կսիրես նրա վերաբերմունքից։ Իսկ քեզ հալածողին կարաս սիրես։ Եկեք անկեղծ խոսանք։ Ես չեմ կարա։ Քայլի դեպի քո ազատագրությունը։ Դա է քո ազատագրությունը, որ սիրես քեզ հալածողներին։ Տիրոջ խոսքը ասում է աղոթի քեզ նեղողների համար։ Աղոթեմ։ Վայ։ Ախպերս դե ժամանակը չի, սպասեք, ինչ աղոթեմ։ Ես հոգևոր եմ, բայց ինքնասեր հոգևոր եմ։ Այդպիսի բան չկա Աստվածաշնչում գրած։ Ինքնասեր հոգևոր։ Ամեն։ Ամեն։ Գիտեք, եկեք սկսենք մեզ նեղողների համար աղոթել, մեզ հալածողների համար աղոթել։ Եթե սիրենք մեզ սիրողներին, մեղավոր մարդիկ էլ են նույնը անում։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, ով կկանգնի ու կասի ես մեղ չեմ գործում, ստախոս անում ավետարանը, Աստծո խոսքը։ Մենք կարիք ունենք ամեն օր քայլենք դեպի Քրիստոսը, որ փոխվենք, որ ներվենք, որ բժշկվենք։ Նա է բժշկողը։ Եկեք կանգնենք ոտքի, սիրելի եկեղեցի։ Փառք Տիրոջը։ Մեր Տերը բարի է եւ շատ օրհնյալ, սիրելի եկեղեցի։ Եկեք անկեղծ վկայություններով սկսել ենք եւ անկեղծության ֆոնի վրա էլ տենց ավարտենք։ Ո՞վ է հավատում։ Որ հիմա քո խնդրի համար ձեռքդ բարձրացնելու ես ու խնդիրդ գնալու է քեզից։ Հավատքով բարձրացրա ձեռքդ։ Մի ամաչի, հավատքով բարձրացրա։ Վստահեք ստեղից քարոզողներին։ Փառք Տիրոջը։ Հայր, խնդրում եմ Տեր Աստված, ինձ համար եւ քուր աղբերներիս համար, Տեր, որ ամեն խնդիրը, որ Տեր կարծրացած է, որ ամեն խնդիրը կարծես թե Տեր Աստված մահացել արդեն, չկա մեզ համար, Քրիստոս, խնդրում եմ, որ հարություն տաս Աստված, ամեն հիվանդությունները մեր օրգանիզմից հանես, հեռացնես, արքա, բժշկես քո Սուրբ Հոգով, քո վերքերի զորությունով, Աստված, կարիքդ ունենք, Աստված, խնդրում ենք, որ ազատագրես, որ բժշկես, որ օրհնես, Տեր, խնդրում ենք, արքա, սովորեցրու քո ճանապարհները, Տեր, սովորեցրու Տեր Աստված իրական Աստված պաշտության մեջ առաջ գնալը, Տեր, սովորեցրու մեզ Հիսուս, քո կարիքը կա, արքա, խնդրում եմ Տեր Աստված, որ քո ձեռքը մեկնես հիմա, այս բարձրացրած ձեռքերին, Տեր, հպվես, բժշկես, խնդրում եմ, որ քո ձեռքը հպվի հիմա, Տեր, Տեր բարձրացրել եմ իմ ձեռքը եւ այսօր կարիք ունեմ քո բժշկության, քո օրհնության, քո զորության, քո ազատագրության իմ Աստված։ Խնդրում ենք օծես, քո օծության յուղով, Տեր։
օծես, բժշկես ու ազատես արքա։ Շնորհակալ ենք, գոհություն քեզ Տեր։ Գոհություն Տեր Աստված քո Սուրբ Հոգու համար։ Գոհություն Տեր Աստված քո համբերության համար։ Գոհություն Տեր Աստված մեզ համբերելու համար։ Գոհություն Տեր Աստված մեզ ներելու համար, Տեր։ Գոհանում ենք։ Գոհանում ենք, որ քեզ ունենք իմ Աստված։ Եվ հետագա ժամերն են բերում ենք քո ձեռքերի մեջ։ Եվ ամեն դիվային ծրագիրը, որ մեր կյանքի վրա, մեր ընտանիքների վրա, մեր երեխաների վրա, մեր ընթացքի վրա, մեր բնակարանների վրա, մեր գործունեության վրա, ամեն դիվային ծրագիրը Հիսուսի զորավոր անունով հիմա թող քանդված լինի եւ պարտված Հիսուսի անունով եւ Հիսուս խնդրում եմ քո բժշկությունը, քո օրհնությունը, քո զորությունը Տեր Աստված մեր կյանքերի մեջ գա Հիսուսի անունով ամեն Փառք Տիրոջը Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Եվս մեկ անգամ երգենք ես պատկանում եմ քեզ միասին բարձր Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Միայն քեզ Սիրելի եկեղեցի մեր ծառայությունը ավարտված է Տերը օրհնի գնացեք խաղաղություն չորեքշաբթի օրը ժամը 7-ին ծառայողական հավաքույթ Մեզ Աստծո խոսքով եւ աղոթքով կծառայի մեր ավագ եղբայր Արմանը Տերը օրհնի հորդորում եմ որ բոլորս էլ ներկա լինենք հարմարացնենք մեր գործերի հետ որ ներկա լինենք իրար հետ փառաբանենք եւ պաշտենք մեր բարի Աստծուն Տերը օրհնի օրհնված ընթացք ձեզ սիրելի եկեղեցի ամեն գորջան անջատած Կվախտաս որ